Էլիզ Մելիքյանն այն դերասանուհիներից է, որի կերպարն ու իրական անձը հաճախ խառնվում են հասարակական ընկալման մեջ։ Նրա անունը լայնորեն սկսեց քննարկվել «Վերջին զանգը» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո, որտեղ նա բավական ուշ միացավ դերասանական կազմին։ Այդ հանգամանքն արդեն իսկ բարդ մեկնարկ էր նրա համար, քանի որ սերիալի հանդիսատեսն արդեն ձևավորել էր իր նախընտրելի կերպարներն ու սիրելի զույգերը։ Սերիալում Էլիզի մարմնավորած հերոսուհին ամուսնացավ գլխավոր հերոսի Հենրիի հետ, սակայն հեռուստադիտողների մեծ մասը ցանկանում էր տեսնել բոլորովին այլ զարգացում։ Նրանք տարիներ շարունակ սպասում էին Հենրիի և Անգելինայի միավորմանը և չէին պատրաստվում հեշտությամբ ընդունել սցենարի այդ շրջադարձը։ Արդյունքում քննադատությունների թիրախում հայտնվեց ոչ միայն կերպարը, այլև դերասանուհին՝ Էլիզ Մելիքյանը։ Հայկական հեռուստասերիալների պարագայում սա նոր երևույթ չէ։ Շատ հաճախ հանդիսատեսը կերպարի նույնացնում է դերասանի հետ, մոռանալով, որ սցենարը, ռեժիսորական որոշումները և կերպարի ճակատագիրը դերասանի ընտրությունը չեն։ Այդ նույն սխալ ընկալման հետևանքով Էլիզ Մելիքյանը սոցիալական հարթակներում սկսեց ստանալ բացասական մեկնաբանություններ, երբեմն բավական կոշտ ու ցավեցնող։ Դրանք ուղղված էին ոչ թե սերիալային հերոսուհուն, այլ հենց իրեն՝ որպես մարդ։ Այս ամենն ըստ շատերի ազդեց Էլիզի հոգեվիճակի վրա։ Հարցուպատասխաններից մեկի ժամանակ նա անկեղծորեն նշել էր, որ այլևս չի պատրաստվում նկարահանվել հեռուստասերիալներում։ Այդ հայտարարությունը շատերի համար դարձավ հասկանալի քայլ, հոգեբանական պաշտպանության ձև, երբ մարդը փորձում է հեռանալ այն միջավայրից, որն իրեն ցավ է պատճառում։ Սակայն ժամանակ անց պարզ դարձավ, որ Էլիզ Մելիքյանը կրկին վերադարձել է նկարահանումների։ Այժմ նա նկարահանվում է «Գոյամարդ» հեռուստասերիալում, ինչը նոր քննարկումների ու հարցադրումների առիթ դարձավ։ Շատ օգտատերեր հիշեցրին նրան նախկին խոսքերը, փորձելով հակասություն գտնել նրա քայլերի մեջ։ Այս ֆոնին Էլիզ Մելիքյանը որոշեց բաց խոսել ու պարզաբանել իր դիրքորոշումը ինստագրամյան իր էջում հրապարակելով բավական անկեղծ գրառում։ «Եկել եմ անկեղծանամ, վերջին շրջանում իսկապես ուզում էի կորել ինստագրամից, չէի ուզում նկարել, չէի ուզում խոսել, պարզապես դատարկ էի։ Ու մի պահ մտածում էի գուցե ընդհանրապես կանգ առնեմ։ Հետո մարդիկ սկսեցին գրել՝ Էլիզ, բա չէիր ասում, որ սերիալում չես նկարվելու։ Ասել էի՝ ու հիմա նորից սկսել եմ, բայց կյանքը մի ուղիղ գիծ չի, մարդը փոխվում է, զգացողությունները փոխվում են, ու երբեմն քո ոճը մի օր դառնում է այո։ Ու ես հասկացա մի բան՝ պարտավոր չեմ ապրել էն խոսքի մեջ, որ արդեն իմը չէ։ Ես ուզում եմ ապրել էն պահի մեջ, որտեղ հիմա եմ։ Գուցե ես դեռ ամեն ինչ չգիտեմ, բայց գիտեմ կեղծ մնալն ավելի ծանր է, քան փոխվելը», ինստագրամյան իր էջում գրել էր դերասանուհին։ Այս խոսքերը շատերի կողմից ընդունվեցին որպես հասուն, գիտակցված և մարդկային մոտեցում։ Էլիզ Մելիքյանը չփորձեց արդարանալ կամ մեղադրել հանդիսատեսին, այլ պարզապես խոսեց իր ներքին փոփոխությունների մասին։ Նրա գրառումը հիշեցրեց մի կարևոր ճշմարտություն՝ հանրային մարդիկ ևս ապրում են կասկածներ, հոգնածություն, ցավ և վերագտնում իրենց ճանապարհը փորձությունների միջով։ Այսօր Էլիզ Մելիքյանը շարունակում է իր ստեղծագործական ուղին արդեն ավելի գիտակցված, ավելի զգուշավոր և առավել կարևոր, ավելի անկեղծ իր հանդեպ, իսկ «Գոյամարդ» սերիալում նրա հայտնվելը կարելի է ընկալել ոչ թե խոստման խախտում, այլ ներքին փոփոխության արդյունք։ Երբեմն փոխվելը պարտություն չէ, երբեմն դա պարզապես աճի գրանցում է։ Եվ հենց այդ փոփոխությունն է, որ այսօր առավել հստակ երևում է Էլիզ Մելիքյանի պահվածքում ու խոսքի մեջ։ Եթե նախկինում նա փորձում էր համապատասխանել սպասումներին, ապացուցել, արդարանալ կամ լռությամբ ընդունել քննադատությունները, ապա այժմ նրա դիրքորոշումն ավելի հանգիստ ու հասուն է։ Էլիզը կարծես հասկացել է մի կարևոր բան՝ հանրային սերը միշտ չէ, որ ուղեկցվում է արդարությամբ, իսկ քննադատությունը միշտ չէ, որ կապված է քո իրական անձի հետ։ Երբ դերասանը հայտնվում է սերիալում, նա մտնում է մի դաշտ, որտեղ սցենարը հաճախ ավելի ուժեղ է, քան դերասանի անձը, և որտեղ հանդիսատեսը երբեմն մոռանում է այդ սահմանը։ «Վերջին զանգը» սերիալը Էլիզ Մելիքյանի համար դարձավ մի մեծ դպրոց, ոչ միայն դերասանական, այլ նաև հոգեբանական առումով։ Նա բախվեց այն իրականությանը, որի մասին շատերը չեն խոսում, երբ կերպարի հանդեպ ատելությունը վերածվում է դերասանի հասցեին ուղղված
բացասական խոսքի։ Այդ փորձը նրան ստիպեց կանգ առնել, վերանայել իր ուղին և անգամ հայտարարել, որ այլևս չի ցանկանում նկարահանվել հեռուստասերիալներում։ Սակայն ժամանակը միշտ իր տեղն ունի, ցավը չի մնում նույն ձևով, հիասթափությունը վերածվում է փորձի, իսկ լռությունը՝ ինքնաճանաչման։ Էլիզ Մելիքյանն էլ հենց այդ ճանապարհով է անցել։ Նրա խոսքերից զգացվում է, որ որոշումը վերադառնալ սերիալ ոչ թե պարտադրանք է եղել, այլ գիտակցված ընտրություն։ Նա այլևս չի փորձում ապացուցել ոչինչ՝ ոչ հանդիսատեսին, ոչ քննադատներին, ոչ էլ ինքն իրեն։ «Գոյամարտ» սերիալում նրա ներկայությունը շատերի համար անսպասելի էր, բայց միևնույն ժամանակ խոսուն։ Դա ցույց է տալիս, որ նա պատրաստ է շարունակել, բայց արդեն այլ դիրքից՝ ավելի պաշտպանված, ավելի զգոն և ավելի անկեղծ իր զգացումների նկատմամբ։ Էլիզը կարծես ասում է. «Ես այստեղ եմ, որովհետև հիմա դա եմ ուզում, ոչ թե որովհետև պարտավոր եմ»։ Նրա անկեղծ գրառումը սոցիալական հարթակներում նաև մի ուղերձ էր բոլոր նրանց համար, ովքեր երբևէ բարձրաձայն ոչ են ասել, իսկ հետո փոխել են իրենց միտքը։ Մարդը իրավունք ունի փոխվելու, իրավունք ունի վերանայելու որոշումները, իրավունք ունի ապրել ոչ թե անցյալի խոստումների, այլ ներկայի զգացողությունների մեջ։ Եվ հենց այս մտքերն են, որ Էլիզ Մելիքյանին դարձնում են ավելի իրական ու մարդկային հանրության աչքում։ Այսօր նա շարունակում է իր ուղին, մի քիչ ավելի լուռ, մի քիչ ավելի փակ, բայց հաստատ ավելի ինքն իրեն մոտ, իսկ ժամանակը ցույց կտա, թե այդ ճանապարհը ուր կհասցնի նրան։ Մի բան արդեն ակնհայտ է՝ Էլիզ Մելիքյանն այլևս չի վախենում փոխվելուց, որովհետև հասկացել է, որ կեղծ մնալը շատ ավելի ծանր բեռ է, քան սեփական ճշմարտությանը հետևելը։